Zodiac Pro ժամանակակից արվեստի ստուդիան ներկայացնում է Հեքիաթային անդար 4 կամ հեքիաթների զարդատուփ ներկայացում Կար, չկար մի անտառ, որտեղ բնակվում էր կարմիր գլխարկի տատիկը։ Թեկուզ նա այնքան էլ ծեր չէր, բայց սիրում էր խիստ ծառնամանիքին նստել ծառի տակ, գուլպա գործել և սպասել, թե երբ է թոռնիկն իր համար կարկանդակներ բերելու։ Նա նաև մի ընկերուհի ուներ, Բարբի տիկնիկի տատիկը, ով նույնպես արհամարհելով ծառնամանիքը սիրում էր նստել, դողացնել ցրտից, ինչ-որ բան գործել և սպասել, թե երբ իր թոռնուհի Բարբին կբարեհաճի վերադառնալ տժժիկ դիսկոտեկից։ Եվ ահա հենց ամանորի նախօրյակին կարմիր գլխարկի տատիկը սովորույթի համաձայն նստած ինչ-որ բան էր գործում և սպասում։ Իսկ թե ինչի էր սպասում, եկեք իմանանք միասին։ Վառվում են լույսերը, հեքիաթը սկսվում է։ Ավլեմ թոփեմ, փոշին, ավլեմ թոփեմ, Էս ով էր, էս ում մոտ գնաց։ Ավլեմ թոփեմ, Թե ասա դուք ուր եք վազում։ Իլ ոնց կլներ, թռնելու համար խելքները իրենցը չի։ Gonna tell Aunt Mary about Uncle John. He claimed he had the music, but he had a lot of fun. Oh, baby. Yes, baby. Woo, baby. Having me some fun tonight. Yeah. Well, low toss down the sheet. Bill sweet you got. Everything that Uncle John need. Oh, baby. Yes, baby. Woo, baby. Having me some fun tonight. Ողջույն Մարուստատի, ո՞նց ես։ Բարև, Բարբի ջան։ Ուֆ, ես իմ է, կամաց, դու ոնց ես։ Ուֆ, աղջի, չհասցրի մեյքա բանեմ, քսվեմ, ստիպված կարկանդակներով գնացի դիսկոտեկում պարելու, իմիջայլոց, կարմիր գլխարկը որտեղ է։ Ինչ իմանամ, 2 շաբաթը չի երևում, բան եղած չլինի։ Հնարավոր է, վախենում եմ որևէ մեկին նեղացրած լինի անտառում, անցյալ տարվա պես գայլի տունը վառվեց, խեղճետ ցրտին մնաց դուրսը։ Իսկ իմ տատիկին չես տեսել։ Հենա, ֆոտ գալիս է։ Ասա ֆոտ ա մնացել, խեղճենեցած երացել։ Այստեղ եմ, տատիկ։ Ամբողջ օրը քեզ եմ ման գալիս։ Վայ, այս 3 ժամը Մարուստատիկի հետ զրուցում եմ։ 3 ժամ։ Բարբի ջան, Բալիկ ջան, լսիր թե քեզ ինչ եմ ասում։ Ուրեմն, սա հեքիաթների զարդատուփ է։ Սրա մեջ հեքիաթներ են ապրում։ Սա ինձ իմ տատու տատն է նվիրել։ Յուրաքանչյուր ամանորին անհրաժեշտ է սա դնել գլխավոր եղևնու տակ, որպիսի վերակենդանանան բոլոր հեքիաթները։ Իսկ երեխաների երազանքները կատարվեն, հասկացար։ Աղջի, կարող է քո փակած աջիկաներից ես կերել ու թունավորվել, հեքիաթներ չկան։ 100 տարի է ես անտառում եմ ապրում ու կարմիր գլխարկի կարկանդակներից բացի ոչ մի հեքիաթային բան չեմ տեսել։ Բարբի ջան, էդ պառավին մի լսի։ Ես արդեն ծեր եմ, մեջքս էլի բռնվել ա, ես քեզ խնդրում եմ, այս զարդատուփը տար ու դիր գլխավոր եղևնու տակ, մինչև նոր տարվա գալը։ Լավ, տատ ջան, բայց հնարավոր չի, ասենք, այս տուփը SMS հաղորդագրության նման ուղարկել, ասենք հեռախոսով, հա։ Բա իհարկե հնարավոր է, հեքիաթի մեջ ամեն ինչ էլ հնարավոր է, միայն թե հենց այդտեղ էլ հեքիաթը կավարտվի։
Հեղինակն էլ կգնա պոպոկ առնելու, բայց դե մեզ արկածներ են պետք, որ հետաքրքիր լինի, այնպես որ վերցրու եւ վազիր։ Լավ, տատուլ ջան, ոնց ասես։ Դե ես գնացի, որ նորություն լինի կզանգեմ։ Զանգես, բաչե, հեքիաթային անտառում երբեք կապ լինում, որ զանգես, քանի օրա հեռախոսի սանտենա չկա, որ կարմիր գլխարկին զանգեմ։ Աղջի, հերիք չի կռաս։ Ագրավներն էլ են քեզնից ձեռ քաշել։ Մեկադուելի կռում ես։ Էս ցրտի դու էլ որ 2 ժամ նստես կկռաս։ Լսիր, փառանձեմ, արի ճահելություններս հիշեք ու միջի ստականակ։ Ինչ ես ասում, մարդը մի 100 գրամ չգցենք։ Աղջի արի միջի ֆիթնես անենք, վեր կոց։ Стороной увязался черт за мной. Подумала мужчина, что за чертовщина. Վա, էլ մի ասա։ Վայ, Ինչ։ վայ։ Ինչ վայ։ Էդ երգում ես։ Վայ, տրամվայ։ Աղջի հատկական սերիալը սա սկսել։ Իսկ ես էստեղ ջուր եմ ծեծում։ Բա որ ասում եմ ցնդել ես, գնացինք շուտ։ Աղջի այսօր շատ կարևոր սերիալ է, 5358-րդ սերիալը։ Վազգով, աղջի։ Наберу-ка я кореньев, сыра ежик натащу, даже шишечным вареньем я медведя угощу. Ох, сегодня настроение у меня вареное. Ты варись, мое варенье, необыкновенное. Կարծես թե ամեն ինչ հավաքեցի ամանորի սեղանի համար, չնայած մի րոպե, իսկ որտեղ է արջը։ Արջու, վեր կաց։ Միշա, վեր կաց, Միշա։ Արջու, վեր կաց։ Վեր կաց գնանք տուն հաց ուտելու։ Բարև Մաշա, ինչ է պատահել։ Խնդրեմ, նորից քնեց։ Միշա, վեր կաց։ Բարի Փերին եկել է ու քեզ կաթիկ բերել է։ Վեր կաց, Միշ։ Նա դժվար է արթնանա, թող մի քիչ քնի։ Մինչ նոր տարի դեռ ժամանակ կա։ Նապաստակ, իսկ այս տարի ովքեր են մեզ հյուր եկել։ Հյուրեր ունենք տարբեր վայրերից, Հնդկաստանից Վագրիկն է եկել, Կոկորտիլոս Գենան և Չեբուրաշկան եկել են Ռուսաստանից, ու Ստավալոպն էլ եկել է Խոպանից, Աքլորը Իտալիայից է եկել, ու էլով ասես չի եկել, ես իմ որ ջահանդամից։ Բավականին շատ հյուրեր ունենք, դա լավ է։ Գիտեք ինչ, եկեք միասին կանչենք Վագրիկին։ Կանչենք։ Հա բա ինչ, իմ երկար ականջներին մենակ սոված վագրն էր պակաս։ Վագրիկ։ Shri Shabariswaran Ayyappa,
ശ്രീശബരീശ്വരനയ്യപ്പ മാലയണിഞ്ഞാൽ മൂകനു പോലും ശരണം വിളികൾ നാവിലുണർത്തും Բարի Փերի, Վագրն ինչ է ասում։ Կարծում եմ նա գովերքում է մեր գեղեցիկ կանտառը եւ որոշ բարի Փերիների։ Հա, պարզ է։ കണ്ണു കൊടുക്കും ശ്രീശബരീശ്വരനയ്യപ്പ ശ്രീശബരീശ്വരനയ്യപ്പ Մեր շատ սիրելի հնդկական Վագրիկ, բարի գալուստ մեր կախարդական անտառ։ Շատ շնորհակալություն։ Անկեղծ ասած, ես մի քիչ մրսել եմ։ Դրա համար էլ այսպես լացակումած եմ երգում։ Չնայած, որ ձեր անտառի եղևնիները ինձ շատ են դուր գալիս։ Ոայ, կներեք, իսկ այն ով է, որ նման ցրտին կարողանում է ձյան վրա քնել։ Ուշադրություն մի դարձրու։ Մեր արջն է, Միշան, իմ ընկերը։ Մեզ մոտ Հնդկաստանում նրա անունը կդնեին Միթխուն Չակրաբոտի։ Չհասկացա, ես քեզ ինչ Միթխուն, այն էլ Չակրաբոտի։ Միշ, վերջապես զարթնեցի։ Չեմ զարթնել, բայց ամեն ինչ լսում եմ։ Վագրիկ, դու անցիր ավտոբուս։ Մաշա, ուղեկցիր մեր հյուրին։ Իհարկե, գնանք Վագրիկ, գնանք ավտոբուս։ ശ്രീശബരീശ്വരനയ്യപ്പ Բարի Փերի, մեր հաջորդ հյուրերը Չեբուրաշկան եւ Կոկորտիլոս Գենան են։ Բարև ձեզ, բարի Փերի։ Մենք եկել ենք, որպիսի միասին դիմավորենք նոր տարին։ Շատ ուրախ ենք, բարի գալուստ։ Լսեք, այն ով է նման ցրտին ծառի տակ պարկել։ Նա չի մրսի։ Ոչ, չի մրսում, ոչ էլ թողնում եք, որ քնի։ Արջը իր համար պարկել է, յա։ Դա մեր արջուկն է, Միշան։ Շատ հաճելի է։ Թե ասա ինչ կա հաճելի։ I'm a Barbie girl in the Barbie world. Life in plastic, it's fantastic. You can brush my hair, undress me everywhere. Imagination, life is your creation. Come on, Barbie, let's go party. I'm a Barbie girl in the Barbie world. Life in plastic, it's fantastic. You can brush my hair, undress me everywhere. Imagination, life is your creation. I'm a Barbie girl in the Barbie world. Life in plastic, it's fantastic. You can brush my hair, undress me everywhere. Imagination, life is your creation. Come on, Barbie, let's go party. 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 Բարև Բարբի, Բարև ձեզ։ Բարև բարբիկյու։ այսօր ես գնում։ Եվ ինչ ես տանում։ Գնում եմ գլխավոր եղևնու մոտ, որպիսի նրա տակ դնեմ այս հեքիաթների զարդատուփը։ Իսկապես, ոնց էի մոռացել։ Անհրաժեշտ է եղևնու տակ դնել հեքիաթների զարդատուփը, որպիսի իրականանան երեխաների ամանորի երազանքները։ Այո, տատիկս հենց այդպես էլ ինձ ասել է։ Տար եւ դիր գլխավոր եղևնու տակ։ Իսկ ճանապարհը գիտես։ Դե, եթե եղևնին վազել չի սովորել եւ տեղ չի գնացել, ուրեմն այո, գիտեմ։ Նույն տեղում է։ Ոնց որ թե հա։ Գնացի, կհանդիպենք դիմակահանդեսի ժամանակ։ Բարի ճանապարհ։ Everybody dance now. Դե ինչ հարգելի հյուրեր, մենք նույնպես եկեք շտապենք դեպի ավտոբուս եւ գնանք հյուրանոց, թե չէ Վագրիկն արդեն հոգնեց սպասելով։ Ճիշտ է, բարի Փերի, գնանք։ Ես սյունեցագուհին եմ, անտարի եղեսկուհին եմ, միշտ փայլում եմ, կախարդում եմ և սրտերը սարեցնում եմ, գայլն ու արվեսը, չունեմ ձեր հավեսը, yes, yes,
Մի խոսքով դուք հասկացաք ես ինչ էի ուզում ասել։ Այն էլ ոնց ձերդ մեծություն։ Հասկացանք, բայց չհասկացանք։ Թագուհի մագուհի, զզվացրիք ձեր երկու պարով։ Չեն թողնում մարդ մի տաժամ աչք կպցնի։ Վահ, այս ով է այստեղ։ Մեր արջուկ Միշան է ծառի տակ թավալվում։ Երևի Մաշանը լի թունավոր սունկ է տվել նրան ուտելու։ Լավ, բանի տեղ մի դրեք, թող քնի։ Իսկ դուք լսեք ինձ։ Կարծում եմ, որ իմ նախագիծը ձեզ դուր կգա։ Մինչև ես կսարացնեմ ձնեմարդուն և ձյունանուշին, դուք գաղտագողի թռցնում եք ձմեռ պապի նվերների պարկը։ Հասկացաք։ Իհարկե հասկացանք, տիրուհի։ Միջև դուք զբաղվեք սառնարանով, մենք թաքուն կտանենք ձմեռ պապին։ Որ ասում եմ տխմար ես, ուրեմն տխմար ես էլի։ Ոչ թե ձմեռ պապին, այլ նրա պարկը, նվերներով հանդերձ։ Ներողություն մի անհամեստ հարցի համար, բայց մեր ինչին է պետք ձմեռ պապի նվերները։ Դու ես ինչ իմանամ։ Սցենարն է այդպես գրված, թե չէ հենց այստեղ հեքիաթը կվերջանար, հեղինակն էլ կգնար պոպոկ առնելու։ Բացի այդ, մենք չար հերոսներ ենք։ Պիտի մի ախմախ բան անենք, թե չէ։ Պիտի նոր տարին մի ձև հարամենք։ Այո, ճիշտ է, եւ կհարամենք։ Դա մեզ մոտ լավ է ստացվում։ Գիտեմ, այնպես որ անցնենք գործի։ Ահո, էս ինչ թութուշիկ մումուշիկ աղջիկ է։ Էս ինչ նորություն է անտառում։ Իբր մերոնք քիչ էին։ Բարև ձեզ, ես Բարբին եմ։ Ինչ եք ասում։ Իսկ իմ կարծիքով քեզ ոչ ոք չհարցրեց քո անունն ինչ է։ Լսի, բարբեկյու, կարող եմ մի հատ էլ պատմեիր ուր ես գնում ու ինչու։ Իհարկե կպատմեմ։ Գնում եմ գլխավոր Եղևնու մոտ, որպիսի նրա տակ դնեմ հեքիաթների զարդատուփը։ Այս զարդատուփը իրականացնում է երազանքները։ Էդ էլ ու վերջ։ Չէ։ Հա։ Եվ պետք է հասցնել, քանի դեռ ժամացույցը 12 անգամ չի զարկել։ Ոնց որ թե մեր պլանները փոխվեցին։ Լսիր, բուբուշիկ։ Կուզես այդ զարդատուփը տուր։ Մենք կտանենք, կդնենք Եղևնու տակ։ Հա? Բայց տատիկս ասել է, որ անձամբ այդ գործողությունը ես կատարեմ։ Իսկ ով է քո տատիկը, Իմ տատիկը լավագույն տատիկների համաշխարհային կազմակերպության պատվավոր նախագահն է, տատիկային անտառի տատիկային գործարանի գլխավոր տատիկ տնօրենը, Կարմիր գլխարկի տատիկի ընկերուհին։ Բացի այդ, տատիկային սպորտի վարպետը եւ տատիկների իրավապաշտպանի գրասենյակի գլխավոր տատիկաբանն է։ Ինչ ասում է։ Տատիկը բանն է։ Չէ, հա։ Վատ չի։ Ինչքան էլ հիշում եմ դրա անունը Մարուս էր, չէ՞։ Ոչ, Փառանձեմ։ Հա, ճիշտ է, Փառանձեմ։ Նա ինձ համար անցյալ տարի գուլպաներ էր գործել։ Լուրջ, ձեր համար էլ է գործել։ Անտառիկես իր գործած գուլպաներն է հագնում։ Կներեք, իսկ դուք ով եք։ Ես։ Դե ոնց կարելի է քեզ ավելի փափուկ ասել։ Դե ես մի սառցե փոքրիկ թագուհի եմ։ Հա, հետաքրքիր է։ Իսկ դուք։ Իսկ ես աշխարհի ամենահամեստագույն գայլուկն եմ։ Ինչ եք ասում։ Ինչ եք լսում։ Իսկ դուք երևի սկյուրիկն եք, հա։ Սկյուրիկը տատուտա, ես աղվեսն եմ։ Աղվես։ Ինչի նման չեմ։ Շատ ծիծաղելի անուն է, աղվես։ Երբեք նման անուն չեմ լսել։ Իսկ սա ինչ է։ Շատ տարօրինակ կենդանի է, արջը։ Անունն էլ չես պատկերացնի ինչ է։ Միշա, Մաշայի ընկերը։ Ինքը իմ ընկերուհին չի, ներվերս կերել է։ Փաստորեն ինքը խոսում էլ է։ Կարող է համել երգում է։ Ես շատ գիտեմ, խաբար չեմ։ Մի խոսքով, Բարբիկ, հերի քեզ ահլատանես։ Զարդատուփը տուր մեզ եւ գնա այստեղից։ Գիտեք ինչ, ձեզ հետ շատ հաճելի է, բայց զարդատուփը չեմ տա։ Ուրեմն քո կամքով չես ուզում տաս։ Լավ։ Հեյ, գայլն ու աղվեսը, չունեմ ձեր հավեսը։
Վերցրեք դրանից այդ զարթու զարթատուփը։ Գժանոցա, չեն թողնի մարդ հանգիստ քննի, վայրենիներ։ Հլը մի կողմ քաշվեք, մի հատ բարբի հախիցել չեք կարողանում գալ։ Դե հիմա տեսեք ինչ եմ անում։ Դե ինչ բարբի, միգուցե ինձ ցույց տաս, թե ինչի ես ընդունակ։ Իհարկե ամեն ինչ ցույց չեմ տա, միայն մի քանի վարժություն։ Այ այդ մեկը, բարբի, դու չպիտի անեիր։ Տես, աղվես, բարբին կպավ սարցը թագուը ձերնապայտին և դարձավ սարցը արձան։ Այ քեզ բան։ Հա, ինչ է կանգնել նայում։ Զարթատուփը վերցրեք ու գնացինք, քանի ոստիկանությունը չի եկել։ Էս ինչ արեցիք, տխմարներ, բոլոր հեքիաթները խառնվեցին, հիմա ինչպես ենք հավաքելու դրանք։ Ոխ, ես ինչ փորձանքի մեջ ընկանք։ Ժամանակն է փախչելու։ Աղվես, վերցրու զարթատուփը և գնացինք։ Շուտ արեք, Այ, էս ինչա, գալուք դրանք։ Տեսակ բարի Փերի, որ ասում է Ձյունե թագուին սառեցրել է բարբիին, իսկ դուք չէիք հավատում։ Փաստորեն դու ճիշտ էիր, Միշա, խայտ տարակություն է։ Լրիվ կատաղել է այդ թագուշիկը, հեչ խղճի խայտ չունի։ Բարբին սառեցնելու իմաստը ո՞րն էր, չեմ հասկանում։ Բարի Փերի, իսկ գուցե թագուն դիսլայք անելու փոխարեն բարբին հալեցնես, խելքի գա։ Բայց ես կարողանում եմ նման բաներ անել։ Մի ժամանակ կարողանում էիր։ Վայ, իսկապես, մոռացել էի։ Ախր ես կախարդական փայտիկ ունեմ, Չինաստանից եմ պատվիրել, լավ էլ աշխատում է։ Չնայած, Ձյունե թագուհին էլ է սրանից պատվիրել, միասին ենք ստացել։ Հիմա ինչ, Չինաստանի մասին եք պատմելու, թե կհալեստեք բարբիին։ Հիմա։ Այ, այսպես։ Խնդրեմ, ես եք ուզում։ Տեսար Միր, իսկ դու վախենում էիր։ Վախ, ոսկորներս։ Նրանք տատիկի զարթատուփը գողացան։ Նրանք ով։ Թագուհին Գայլն ու Աղվեսը։ Վայ, Բարբի ջան, չգիտեմ այդ ինչ ավազակների հետ ես գործ բռնել, բայց արդեն ժամանակն է, որ կանչենք Ձմեռ պապին ու Ձյունանուշին։ Բայց զարթատուփը։ Չէ, ոչ մի բայց։ Մենք շարժվում ենք միայն սցենարով։ Ձմեռ պապի։ Расскажи, Снегурочка, где была? Расскажи-ка, милая, как дела? И за тобою бегала Дед Мороз,
пролила немало горьких слез. А ну-ка, давай-ка, плясать выходи, а? Нет, Дед Мороз, нет, Дед Мороз, нет, Дед Мороз, погоди. Ждет моих подарочков ребятня, и тебе достанется от меня. И, наконец, сбываются все мечты. Лучший мой подарочек — это ты. А ну-ка, давай-ка, плясать выходи, а? Нет, Дед Мороз, нет, Дед Мороз, нет, Дед Мороз, погоди. Шу, Дед Мороз, шу, Дед Мороз, шу, Дед Мороз, погоди. Վայ, չհասկացա։ Էս ինչա կատարվում։ Ինչպիսի սարսափ։ Կատարվեց այն, որ բոլոր հեքիաթները խառնվել են իրար։ Կարող է ես դեռ քնած եմ, այս ինչ է կատարվում։ Չգիտես ինչու, բոլորը փոխվել են իրենց տեղերով։ Մեզ պետք է գտնել իմ տատիկին, միայն նա կարող է դասավորել հեքիաթները։ Բայց սկզբի համար մեզ անհրաժեշտ է նրանցից վերցնել զարդատուփը։ Կանգնիր այ վախկոտ, որ բռնեցի է, կուր եմ տալ, իսկի ոսկորները տել չեն մնում։ Ինչ ասես չենք տեսնի, կատաղած նապաստակ, վախկոտ գայլ, պետք է մի բան մտածել։ Չնայած, ես գիտեմ ինչ անել, ապա եկեք այստեղ։ Հասկացաք։ Հրաշալի է։ Ուրեմն թաքնվենք, հիմա նրանք կգան, եկեք, շուշուտ, արագ վայ։ Աղջիկ ջան, հասկացար ինչ պիտի անես։ Այո, իհարկե, հասկացա։ Լսիր աղվես, տեսքդ հետ դուրս չի գալիս։ Կարող ա դու ես խառնվել մյուս հեքիաթային հերոսների պես, հա? Էս պոչս, էս ականջս, էս թաթերս։ Չէ, ես լավ եմ, ոնց աղվես կայ, հեմպես էլ մնացել եմ։ Հա, ես էլ եմ նկատել։ Ով բնույթով աղվես է, աղվես էլ մնում է մինչև կյանքի վերջ։ Ազնվագույն ճշմարտություն եք ասում, Թագուհի։ Լավ, ժամանակ չկորցնենք։ Հիմա ես գնում եմ մի քիչ սառույց պատրաստեմ, իսկ դու զարդատուփը տար եւ թաքցրու իմ աշխատասենյակում։ Լավ, Թագուհի, հենց տենց էլ կանեմ, իհարկե։ Դե լավ, մինչ հանդիպում։ Գնա առայժմ, քեզ շեֆի տեղ ես դրել, բա կարող է ինձ էլ այս տուփը պետք։ Չնայած ինչի սա պետք, սա չհասկացա էլ ինչա։ Сюрприз, сюрприз, да здравствует сюрприз. Այո, շնորհավորում ենք, դուք դառնում եք ճիշտ թիրախին մրցույթի մասնակից։ Ես? Իհարկե, եւ այսպես, մեր առաջին մասնակիցն է Բարբին, ողջունենք նրան։ Թիրախն արդեն պատրաստ է։ Եվ այսպես, Բարբին կատարելու է իր առաջին 3 նետումը։ Ուշադրություն, առաջին նետումը։ Ինչպիսի անհաջողություն։ Բարբին մի քիչ ոչ ճիշտ տեղ նետեց։ Բարբի, կենտրոնացիր, երկրորդ նետումը։ Վատ չէր, այս անգամ ավելի լավ էր, քան նախորդը։
Բարբին ստանում է 5 միավոր, ծափահարենք։ Եվ այսպես վերջին նետումը Բարբի։ Խնդրում ենք ճիշտ նշան բռնել, որպեսզի արջուկի գլուխը փլավքամի չդարձնես։ Ուշադրություն։ Եվ Բարբին ստանում է 10 միավոր։ Իսկ ընդհանուր առմամբ նա ունի 15 միավոր։ Տվեք, ես նետեմ։ Հիմա տեսեք ինչ է անում աղվեսը։ Հապա մի հատ սաբռնիր։ Տուր, հանգիստ տուր առանց վախենալու։ Եվ այսպես, մրցասպարեզ է գալիս աղվեսը։ Նա պատրաստվում է, նետում և Ոյ, կարծես թե արջի վրա հերթական անցք առաջ եկավ։ Ես զարդատուփը տանեմ տատիկիս։ Տար, բայց գույր, գնա։ Եվ այսպես, աղվեսը կատարում է իր երկրորդ նետումը։ Եվ Այո, կեցցե աղվեսը, նա ստանում է 15 միավոր։ Եվ վերջին նետումը։ Այո, այս դժվարին պայքարում հաղթող է ճանաչվում աղվեսը։ Շնորհավորում ենք։ Շնորհակալություն, այնպես էի ուզում մենակ իմ տեղը լինեք, բայց պատրաստ էի հաղթանակի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ծնողներիս, ֆիլմի ռեժիսորին, իմ մարզչին և բոլոր մարզասերներին։ Բրավո! Եվ մենք ճանապարհում ենք մեր հաղթողին բուռն ծափահարություններով։ Օհ, կարծես թե ամեն ինչ լավ անցավ։ Միշ, դու ողջ ես։ Կենդանի ես։ Նորմալ է։ Հայ, գտանք ձեզ, բարի Փերի։ Իսկ Բարբին հասցրեց ձեզ փոխանցել զարդատուփը։ Այո, բայց որպեսզի բոլոր հեքիաթները վերականգնվեն, անհրաժեշտ է, որ ոսկե աքաղաղը կանչի։ Մոտենում է աքաղաղի տարին, որն իր հետ բերում է հաջողություն, ուրախություն և երջանկություն։ Ես այստեղ եմ, իմ տարին բոլոր երեխաներին շատ ուրախություն, նվերներ և անակնկալներ կբերի, ծուղրուղու։ Attenti al matto! Sai che non va la vita come ragazzo mio. Ci son volpi di codesto, fanti di là, 1000 topi tutti per te. Le zanzare che pungono me sono le stesse che poi pungeranno te. E tutto questo perché con tanti galli che cantano non si fa mai giorno. Ահա և վերականգնվեցին մեր հեքիաթները։ Նրանք բոլորը հիմա այս զարդատուփի մեջ են։ Յուրաքանչյուր ամանորի նրանք վերակենդանանում են և շուրջ բոլորը լցվում է արկածներով, ուրախությամբ և ցնծությամբ։ Իսկ ամենակարևորն այն է, որ հեքիաթը երբեք չի ավարտվում։ Այն շարունակվում է մանուկների երազանքներում։ Իսկ սա նշանակում է, որ միշտ պետք է հնչեն այդքան ծանոթ այդ խոսքերը։ Վառվում են լույսերը, հեքիաթը սկսվում է։